Ուրբաթ 13 մարդիկ կեսկատակ այն անվանում են սարսափի օր, սակայն Ֆրանսիայում 2015 թվականի նոյեմբերի 13-ի ուրբաթը իսկապես մղձավանջային էր։ Ճիշտ 10 տարի առաջ իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Փարիզում 3 խմբերով իրականացրել են ծրագրված հարձակումներ, որոնց հետևանքով 137 անմեղ մարդ է սպանվել։ 2025 թվականի նոյեմբերի 13 Փարիզ, Stade de France մարզադաշտ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը, երեկոյան ժամը 9:16 3 իսլամիստներ համոզվելով, որ առանց տոմսերի չեն կարողանում մուտք գործել ստադիոն, որտեղ մտադիր էին մեծ թվով մարդկանց սպանել, պայթեցնում են իրենց մարմիններին ամրացված ինքնաշեն ռումբերը։ Նրանցից զատ զոհվում է մի պատահական անցորդ։ Նախագահ Ֆրանսուଆ Օլանդին տարհանում են, բայց ընդունվում է որոշում խաղը չընդհատել, ֆուտբոլիստներին եւ ֆուտբոլասերներին չտարհանել, քանի որ դա կարող է աներևակայելի մահաբեր խուճապ առաջացնել։ Երկու թիմերի մարզիչներին տեղեկացնում են իրավիճակի մասին, կարգադրելով լռել։ Խաղից հետո մարդկանց արագ հեռացնում են մարզադաշտից, մինչդեռ Փարիզում դաժան գրոհները շարունակվում են։ 21:32 կրակոցներ կաֆեների մոտ, 21:40 մահապարտ ահաբեկիչը իր ռումբը պայթեցնում է Վոլտերի բուլվարի մոտ, 21:43 ահաբեկիչներ Ալլահու Աքբար գոռալով ներխուժում են Բատակլանի համերգասրահ, որտեղ րոպեներ առաջ սկսվել էր Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգը։ Դահլիճում մոտ 1,500 երաժշտասերներ։ Իսլամիստները թիրախավորում են բոլորին, կրակահերթերով սպանում տասնյակ մարդկանց, տեղեկանալով, որ Բատակլան է ժամանել, ոստիկանների եւ հակաահաբեկչական պայքարի հատուկ ջոկատը պատանդառում են մարդկանց։ Ահաբեկիչներից մեկին ոստիկանները սպանում են մուտքի մոտ, մյուս երկուսը թաքնվում են պատանդների թիկունքում։ Սկսվում են բանակցություններ, ի վերջո արդեն նոյեմբերի 14-ին գիշերվա ժամը 1-ին, տեսնելով, որ իսլամիստները սկսել են գնդակահարել պատանդներին, հատուկ ջոկատը ներս է մտնում, իսլամիստներից մեկը իրեն պայթեցնում է, բեկորը վիրավորում է երկրորդին, ոստիկանները տեղում ոչնչացնում են հատակին ցավից գալարվող այդ ահաբեկչին։ Այդ ամենը 3 րոպե է տևում։ 90 մարդ է սպանվում Բատակլանում, անմեղ երաժշտասերներ։ Հաջորդ օրը իսլամական պետությունը ստանձնում է ահաբեկչության պատասխանատվությունը, հայտարարելով, թե այդպես վրեժ է լուծել Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի գործողությունների համար։ Այսօր Փարիզում սգո եւ հիշատակի արարողություններ են։ Մոլորակի ամենաչքնաղ մայրաքաղաքներից Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակը զարդարված է Ֆրանսիայի կապույտ սպիտակ կարմիր եռագույնով։ Stade de France-ի մոտ տեղի ունեցած արարողությանը մասնակցել է նախագահ Էմանուել Մակրոնը առաջին տիկնոջ Բրիջիտի հետ։ Մարզադաշտի եւ մի քանի սրճարանների մոտ, որտեղ մարդիկ են զոհվել, հայտարարվել է լռության րոպե, բնակիչները ծաղիկներ են բերել, մոմեր վառել, ընթերցել զոհերի անունները։ 10 տարի է անցել, ցավը մնացել է։ Սոֆի Դիասի հայրը Մանուելը սպանվել է Չարաբաստիկ 2015-ի նոյեմբերի 13-ին։ Depuis ce 13 novembre, il y a un vide qui ne se comble pas. Նոյեմբերի 15-ից հետո պարապ է գոյացել եւ ոչ մի կերպ չի փակվում։ Ամեն առավոտ ես զգում եմ հայրիկիս բացակայությունը 10 տարի շարունակ, բայց կան անմոռանալի հուշեր։ Հայրս սիրել է կյանքը, ազատությունը, վայելել է միասին, ընտանիքի հետ լինելու ուրախությունը եւ նա մեզ է փոխանցել սերն ու հարգանքը մեր հանրապետության արժեքների հանդեպ։ Դա էին ուզում ոչնչացնել ահաբեկիչները, բայց մենք այսօր էլ ապրում ենք այդ արժեքներով, ավելի ուժեղ ենք, չնայած ցավին։ Պարապ է, բայց մենք կանգ ունենք։ L'ajustement que nous portons aujourd'hui, plus fort que tout. Գրոհից հետո Ֆրանսիայում 3 ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։ Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի օդուժը մտել է Սիրիայի օդային տարածք եւ ռմբահարել Ռաքքա ավանը, որը համարվել է իսլամական պետության հենակետը։ Ձերբակալվել են ահաբեկչության հետ այս կամ այն չափով առնչություն ունեցող տասնյակ մարդիկ։ Ողջ մնացած միակ ահաբեկիչ Ոմն Սալահ Աբդալսլանին դատապարտել են ցմահ ազատազրկման առանց ներման հնարավորության։ Ֆրանսիայի փորձագետները եւ քննիչները նշել են, որ Ֆրանսիայի պատկան ծառայությունները թերի են աշխատել եւ չեն կանխել նոյեմբերի 13-ի գրոհը, չնայած այն բանին, որ 2015-ի աշնանը ստացվել են խոշոր ահաբեկչության նախապատրաստման մասին նախազգուշացնող զեկույցներ։